երբ որ սարի գագաթին ձյունը դնում է, ձմեռը մոտ է։ Ձյունը սկզբում սարի գագաթին է դնում, այսինքն սարերի վրա շուտ է ձյունը գալիս։ Հետո կամաց իջնում է ներքև, հասնում է մինչև ներքևները, այսինքն մինչև ձորեր է հասնում ձյունը։ Վերջում աշնան վերջ նոր արդեն սարի գագաթին ձյունը դնում է, բայց դեռ ձմեռը չի եկել։ Այս ձմեռ ի՞նչ է, ձյունամեռ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ մեռնում է բնությունը ամբողջ։ Եվ սկզբում սարի գագաթին է իջնում ձյունը, հետո նոր իջնում է բոլոր տեղերը, ստորոտները, ու ամբողջովին մեռնում է բնությունը։ Ճիշտ նույն ձևով սարի գագաթը ո՞րն է, գլուխն է, մազերը որ սկսեց սպիտակել, ուրեմն իմացի ձմեռը մոտ է, այսինքն ձյունամեռը մոտ է, մեռնելու է ամեն ինչ, դու պիտի պատրաստվես հանդերձյալ հավիտյանական կյանքին։ Ոմանց մոտ սպիտակ մազերը իմաստության են նշան, հա, ոմանց էլ մոտ կարող է իմաստության նշան չլինի, տարբեր է մարդկանց մոտ։ Ամեն մարդ չէ, որ սպիտակ մազերով է եւ դա իմաստության նշան է։ Դրանպես տարեց մարդուն միշտ էլ հարգել են հնում։ Ոտքի են կանգնել, հա, հարգել են։ Հատկապես բարի տարեց մարդուն, իմաստուններին, իմաստասերներին, հատկապես ծերունիներին միշտ կանգնել են, հարգել են ու պատվել են։ Մենք էլ ուշադիր լինենք, եթե սարի գագաթին ձյուն դրեց, ուրեմն ձմեռը մոտ է։